Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Ղևոնդյան, ինչու Վլադիմիր Պուտինը չմեկնեց Թուրքիա, մենք հիշում ենք, որ Ուկրաինայի նախագահը հայտարարում էր, որ պատրաստ են քննարկել երկու հարց՝ հրադադարը եւ գերիների փոխանակումը Ռուսաստանի նախագահի հետ, անգամ Միացյալ Նահանգների նախագահն էր պատրաստակամություն հայտնել մեկնել Թուրքիա, եթե Ռուսաստանի նախագահը մեկնի։ Մեծ էր հավանականությունը, որ Ռուսաստանի նախագահը չի մեկնի, առաջին հերթին դա կապված է նրա հետ, որ Ռուսաստանի եւ անձամբ Վլադիմիր Պուտինի շահերից չի բխում այս պահին արագ հանգուցալուծումներ ունենալը, դեռևս պատերազմի շարունակականությունը Մոսկվայի օրակարգում է, բացի այդ, մյուս կողմից Ռուսաստանը չի կարող հայտարարել, որ իրենք չեն ցանկանում պատերազմը դադարեցնել եւ որպիսի լինեն այդ երկու ծայրահեղությունների մեջտեղում Ռուսաստանը ուղարկեց պատվիրակություն։ Մյուս կողմից պետք է նշել, որ այդ հանդիպումները մեծ հավանականությամբ կլինեն շարունակական, այսինքն կլինի գործընթաց, որը մեկ հանդիպումով չի բավարարվի եւ կլինի շարունակականություն, ինչը ենթադրում է, որ գուցե ինչ-որ մի փուլում մենք հանգենք Պուտին-Զելենսկի ուղիղ հանդիպմանը, եթե Միացյալ Նահանգները օրինակ չհիասթափվի եւ չդադարեցնի, եթե Ուկրաինան չպատկերացնի կամ չմտածի, որ Ռուսաստանը ձգձգում է ժամանակ եւ փորձում է այլ կերպ լուծել հարցերը, եթե Ռուսաստանի շատ ները չգցեն, այսինքն եթեները այստեղ շատ են, բայց այն գործընթացը, որը այսօր սկսվում է, հավանաբար շարունակական կլինի։ Այսինքն դուք ասում եք, որ շարունակական կլինի, դրան զուգահեռ հակամարտության գոտում կրակոցներն էլ շարունակական կլինեն, ոչ թե ասենք այդ խոստացված այն առաջարկվող զինադադարը, որը 30-օրյա ըստ ամենայնի ամենամեծ հավանականությունն այն է, որ հենց այդպես իրադարձությունները կզարգանան, այսինքն մի կողմից մենք կունենանք բանակցային գործընթաց, որտեղ պատվիրակները կհանդիպեն, կքննարկեն ինչ-ինչ հարցեր, մյուս կողմից ռազմի դաշտում կրակոցները չեն դադարի։ Մենք հիշում ենք, որ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստանում էր մեկ օրում կարգավորել հակամարտությունը։ Հիմա կհաջողվի գոնե պաշտոնավարման 1 տարվա ընթացքում կարգավորել այդ հակամարտությունը կամ նպաստել կարգավորմանը։ Տեսեք, կարգավորել հակամարտությունը հասկացությունը տարբեր մեկնաբանություններ դադարեցնել պատերազմը։ Եթե դադարեցնել կրակոցները, գուցե հնահակա որոշակի հավանականություն, որ գուցե կողմերը չեն կրակի իրար վրա։ Իհարկե ես կանխատեսում եմ, որ դա անմիջապես այս հանդիպումից հետո տեղի չունենա, բայց հնարավոր է մինչև տարեվերջ նման համաձայնության հասնել, եթե Ռուսաստանին շատ նեղագծեն այդպես ճակերտներում, եթե Ուկրաինան կարողանա որոշակի հարցերում համաձայնությունների գալ Միացյալ Նահանգների հետ, եթե Միացյալ Նահանգները կարողանա Ռուսաստանին համոզել, որ դա բխում է իրենց շահերից եւ հետագա էսկալացիան ավելի վատ դրության մեջ է դնելու նորից եթեները բավական շատ են, բայց հավանականություն կա։ Իսկ ինչ վերաբերում է հակամարտությունը դադարեցնելու մյուս մեկնաբանությանը, որ խնդիրը հանգուցալուծվի ամբողջապես, ես կարծում եմ դա Տրամփի ուժերից վեր է եւ ոչ միայն այս տարվա ընթացքում, իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում նա չի կարողանալու դրան հասնել։ Տեսեք, դուք ասացիք, որ Ռուսաստանի շահերից չի բխում այս պահին պատերազմը դադարեցնել կամ հակամարտությունը կարգավորել, ինչու։ Այստեղ կա երկու գլխավոր խնդիր։ Առաջին խնդիրը դա Ռուսաստանի ժողովրդի պատերազմի միտված լինելը եւ կառավարման համեմատաբար հեշտ համակարգն է, որը այս պահին թե անձամբ Պուտինի, թե իշխանության բուրգում գտնվող մյուս մասնակիցների համար բավական հեշտ է, այսինքն քանի դեռ կա պատերազմը, ամեն ինչ կառավարման թերությունները, պետության, տնտեսության վատթար վիճակը եւ այլն կարելի է բարթել պատերազմի գործոնի վրա եւ շարունակել մի կողմից իրենք հարստանալ, մյուս կողմից իրենց երկիրը տանել փլուզման եւ այլն եւ ժողովրդի մոտեցումը մոտավորապես կլինի այնպեսին, որ դե պատերազմական վիճակ է, պետք է դիմանանք։ Մյուս կողմից կա ներիշխանական խնդիր Ռուսաստանում եւ այդ խնդիրը ոչ միայն վերաբերում է հենց իշխանական շրջանակին եւ իշխանությանը մերձ մեծահարուստներին, այդ խնդիրը վերաբերում է նաեւ որոշ մեծահարուստների իմ գնահատմամբ, իհարկե փաստեր չունեմ, բայց շատ նման է, վերաբերում է նաեւ մեծահարուստների, ովքեր Ռուսաստանից չեն, այսինքն այլ երկրներում են ապրում, գուցե ցակումով ռուսներ են կամ Ռուսաստանի տարածքի էթնիկ ազգություններից որևէ մեկից են, բայց հենց Ռուսաստանում հարստացած կամ Ռուսաստանի մեծահարուստներ չեն։ Խոսքը նրա մասին է, որ պատերազմը ինքնին բավական թանկ հաճույք է եւ Ռուսաստանը պատերազմ սկսելիս բավական մեծ գումարներ է ներդրել եւ շարունակում է ներդնել այդ պատերազմի մեջ։ Այդ գումարները Ռուսաստանի իշխանությունը հավաքագրում է իմ նշած այդ մեծահարուստների շրջանակներից, որոնց մի մասը ամեն դեպքում մեծ հայտնի ռուս մեծահարուստներ են, մեկ
այլ մասը անհայտ են, նորից ես ենթադրում եմ, որ այդ մարդիկ մեծահարուստներ են, բայց ոչ Ռուսաստանից։ Եվ նրանք ինչ-որ մի բանի դիմաց են այդ գումարները տալիս։ Ես ենթադրում եմ նորից, եւ հավանականություն շատ մեծ է, որ Ռուսաստանի նախագահը եւ իշխող շրջանակները այդ մարդկանց խոստացել են, որ այդ ներդրած գումարների դիմաց նրանք կվերականգնեն այսպես կոչված խորհրդային միություն 2-ը, խորհրդային միությունը կվերականգնեն եւ կստանան խորհրդային միություն 2, որի համար անհրաժեշտ է սկզբում Ուկրաինան վերցնել, հետո որոշակի գործողություններ իրականացնել Մոլդովայի, Հարավային Կովկասի, Միջինասիական հանրապետությունների ուղղությամբ, ընդ որում պատերազմի սկզբնական փուլում բացահայտ այդ մասին ասում էին ռուս պաշտոնյաները, որ սա միայն սկիզբն է Ուկրաինան, հետո գնալու են խորհրդային միության մյուս հատվածների հետևից։ Վերականգնելուց հետո ակնհայտորեն բազմաթիվ հնարավորություններ կառաջանան, ռեսուրսներ կառաջանան ուկրաինական հացահատիկ, Ղազախստանի անծայրածիր ռեսուրսներ, հնարավորություններ Հարավային Կովկասում, աշխարհաքաղաքական, տարանցիկ, ենթակառուցվածքային եւ այլ ռեսուրսներ եւ այլն, եւ այն մարդիկ, ովքեր գումարներ են ներդրել, այստեղ կունենան որոշակի մասնաբաժին եւ իրենց գումարները տասնապատիկ հետ կգա։ Եթե պատերազմը կանգնում է նույնիսկ այս պահին Միացյալ Նահանգների առաջարկած ձևով, որ այն բոլոր տարածքները, որոնք Ռուսաստանը տիրապետում է, դրան էլ գումարած, այսպես տեսականորեն, այն տարածքները, որը Ռուսաստանը հայտարարել է իր տարածքներ, նկատի ունեմ Դոնբասի, Լուգանսկի, Զապորոժիայի շրջանները, այն հատվածները, որոնք դեռևս չի տիրապետում, եթե նույնիսկ դրանք է Ռուսաստանին վերադարձնել, միևնույն է, այս նշված խնդիրը չի լուծվում։ Այսինքն Ռուսաստանը հնարավորություն չի ստանում հասանելիություն ստանալ այն ռեսուրսներին, որոնցով կարելի է այդ մեծահարուստների ախորժակը բավարարել։ Այսինքն այդ դեպքում այն ինչ որ հիմա ունի օրինակ, այդ դեպքում խորհրդային միություն 2-ը վերականգնելու մասին հնարավոր չի լինում, փաստացի այստեղ երկու խնդիր է ունենում Ռուսաստանի իշխանությունը։ Առաջինը այն, ինչի մասին ես ասացի, կապված այդ մարդկանց ումից, որ գումարներ ռեսուրսներ են հավաքագրվել պատերազմը վարելու համար, նրանց պատասխաններ տալու հետ, որովհետև այդ մարդիկ իրենց գումարները հետ են ուզելու, մի բան էլ ասելու են, որ դուք մեզ խոստացել եք մեծ գումարներ։ Եվ երկրորդը աշխարհաքաղաքական խնդիրը։ Ռուսաստանում ենթադրում էին, որ այդ այսպես կոչված խորհրդային միություն 2-ը ձևավորելու դեպքում նրանք կարողանան դառնալ բևեռ, ինչպես Միացյալ Նահանգները եւ Չինաստանը կլինեն երրորդ բևեռը, եւ բազմաբևեռության մասին Ռուսաստանում երևի միայն շատ ալարկոտ մարդիկ չէին խոսում։ Բոլորը բազմաթիվ անգամներ խոսում էին, սկսած լրագրողներից, փորձագետներից մինչև պաշտոնյաներ, բայց տեսեք, այս դեպքում, եթե օրինակ Ղրիմը եւ այդ հատվածները մնում են Ռուսաստանին, Ռուսաստանը նույնիսկ աշխարհագրական մեծ ազդեցություն ունենալ չի կարողանում Միջին Ասիայում արդեն որևէ ազդեցություն ունենալ չի կարողանում, Հարավային Կովկասում ազդեցության խնդիրներ կան եւ դրանք որևէ կերպ չեն լուծելու, առավել եւս Ուկրաինայի այդ դաշտերին, հացահատիկի անծայրածիր այդ հնարավորություններին, Սև ծովի ափերին, որոնցով որ առևտուրն է իրականացվում, Ուկրաինայի ներսում գտնվող տարբեր ռեսուրսներին արդեն գիտենք, որ մետաղների հետ կապված Միացյալ Նահանգների հետ համաձայնագիր կնքվեց եւ այս առումով Ռուսաստանը նորից շարունակում է մնալ տարածաշրջանային տերություն։ Փաստացի ստացվում է այսպես, որ Ռուսաստանը Ուկրաինայից պոկեց ինչ-որ բան, բայց իր նպատակներին չհասավ։ Եվ հենց դրա համար էլ Ռուսաստանի իշխանությունները այս պահին այդ երկու պատճառների պատճառով էլ այս պահին Ռուսաստանի իշխանությունը չի ցանկանում դադարեցնել պատերազմը։ Բայց այդուամենայնիվ խորհրդային միություն 2-ը եթե հնարավոր չի վերականգնել, արդյոք չկա նպատակ միութենական պետության տարածքն ընդլայնել այս դեպքում, դեպի Կովկաս ընդլայնվելով։ Խնդիրը հետեւյալն է, եթե միութենական կոչենք, խորհրդային միություն 2 կոչենք, թե ինչպես կոչենք, եթե այդտեղ կա Ուկրաինան իր ռեսուրսներով, դա բացարձակապես այլ բանի մասին է, առավել եւս եթե կա Ուկրաինայի ռեսուրսներով Միջին Ասիայում, հետո ավելացնել ազդեցությունը շատ ավելի հեշտ է եւ հնարավոր, եթե չկա Ուկրաինան ունեցած ազդեցությունը ընդլայնելը նույն Միջին Ասիայում, նույն Հարավային Կովկասում եւ այլն, դա բացարձակապես այլ խոսակցություն։ Նկատի ունեմ այս պահի դրությամբ այդ ախորժակը մեղմվում է, թե չէ, եթե այս իրավիճակն է Ուկրաինայում, այսինքն մեղմվում է դեպի Հարավային Կովկաս գալու այդ ցանկությունը։ Տեսեք, խնդիրը հետեւյալն է, Ռուսաստանին առանձին Հարավային Կովկասը պետք չի, առանձին Միջին Ասիան պետք չի, առանձին Ուկրաինան պետք չի, Ռուսաստանի նպատակը բևեռ դառնալն է։ Բևեռ դառնալու համար Ռուսաստանը պետք է հավաքի այդ բոլոր հատվածները, պետք է կարողանա տեխնոլոգիապես երկու գլխավոր բևեռներին, Չինաստանին, որը տնտեսական առումով այս պահին գերտերություն է, Միացյալ Նահանգներին, որը եւ տնտեսական եւ քաղաքական եւ ռազմական առումով է գերտերություն, կարողանա ինչ-որ մի բան հակադրել, որպեսզի ինքն էլ լինի գերտերություն։ Այդ ինչ-որ մի բանը տնտեսությունը չի կարող լինել Ռուսաստանի տնտեսությունը փլուզման եզրին է, տեխնոլոգիաները չեն կարող լինել Ռուսաստանը հետամնացել տեխնոլոգիական առումով, քաղաքական առումով որևէ ազդեցություն չունի, մեկուսացման մեջ է, պատժամիջոցներ են, մնում է մեկ բան, դա աշխարհագրությունն է։
տարածություն նշանակում է այդ երկու բևեռների միջակա տարածությունը զբաղեցնել։ Այդ զբաղեցնելու համար անհրաժեշտ է ունենալ որոշումներ կայացնելու հարցում վճռական ազդեցություն Միջին Ասիայից, Չինաստանի սահմաններից մինչև Եվրոպայի սահմանները։ Տեսեք, ինչու եմ դա հարցնում, որովհետև մենք էլ այստեղ Հայաստանում շատ քաղաքական գործիչներ կան, այդ թվում Գյումրու նորընտիր քաղաքապետը հենց ավագան ու առաջին նիստի ժամանակ կարծես թե հայտարարեց, որ դեմ չէ Բելարուսի օրինակով միութենական պետության կազմում լինելուն։ Այսինքն Հայաստանից էլ մեսիջներ են գնում դեպի Ռուսաստան, որ պատրաստ ենք միանալ, ընդլայնեք տարածքը, այդ դրա համար եմ հարցնում։ Հասկանալի է, ոչ միայն Հայաստանում, Ուկրաինայում էլ մինչև պատերազմը կային մարդիկ եւ հավանաբար հիմա էլ կան մարդիկ, նույն Միջինասիական հանրապետությունում էլ կան մարդիկ, այդ թվում քաղաքական գործիչներ, ովքեր իմ նշած տրամաբանությունը ընդունում են եւ իրենց համար շատ կարեւոր է, որպեսզի Ռուսաստանը դառնա բայվեր։ Նրանք կարծում են, որ այդպիսով կարողանան ինչ-որ բան շահել։ Սովորաբար այդ շահելը վերաբերում է իրենց անձնական շահերին, իրենց անձնական խնդիրներին, բայց գուցե կան դեպքեր էլ, այդպես համեղության կանխավարկածին հղում անելով, կան դեպքեր էլ, որ իրենք կարծում են, թե այդպիսով կշահի նաեւ իրենց պետությունը, մեր դեպքում Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ տեսեք, եթե Ռուսաստանը կարողանում է հավաքել այդ ամբողջ հատվածը եւ վերականգնել Խորհրդային Միություն երկուսը, բնականաբար Հայաստանում չի լինի առանձին իշխանություն եւ որոշումները կայացվեն Մոսկվայում եւ ոչ թե Երևանում։ Գուցե նմանատիպ մարդիկ կարծում են, որ այդ իրավիճակում իրենք կլինեն գուբերնատորի կարգավիճակում ինչ-որ մի բան Հայաստանում կամ իշխանությունից ինչ-որ մի մաս կունենան եւ իրենք եւ իրենց ընտանիքը շատ լավ կապրեն։ Վերջերս մոտ 2 շաբաթ առաջ, եթե չեմ սխալվում, Իրանի նախագահն էր Ադրբեջանում եւ կարծես թե Բաքու-Թեհրան հարաբերությունները սկսում են ավելի սերտանալ, մասնավորապես երկու երկրների ղեկավարները հայտարարեցին, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների, այսպես ասած, միջնորդությամբ, ջանքերով 3+3 ձևաչափով։ Արդյոք սա մեսիջ էր Արևմուտքին եւ արդյոք այդ հարաբերությունների սերտացումը չի նպաստի, որ Իրանը հրաժարվի արդեն իսկ հայտարարած կարմիր գծերից։ Ոչ մի դեպքում չի նպաստի, Իրանի ղեկավարությունը բավական բազմակողմանի քաղաքականություն եւ դիվանագիտություն է վարում եւ այն ինչ հայտարարում է Իրանի նախագահը Բաքվում, դրա բազմաթիվ մեկնաբանություններ կարող են լինել։ Իրանը երբևէ դեմ չի եղել, դեմ չի հանդես եկել եւ ընդհակառակը բազմաթիվ օրինակներ կան, երբ կողմ է եղել, օրինակ Հայաստան-Ադրբեջան սահմանի Եվրամիության դիտորդների առաքելության տեղակայմանը, ինչը եթե Հայաստանի քաղաքական դաշտում որոշակի դիրքավորում ունեցող ձեր կողմից նշված դերակատարների տեսանկյունից նայենք, պետք է Իրանի համար ընդհանրապես ընդունելի չլիներ, որովհետև 3 գումարած 3-ը նշանակում է, որ այլ ուժեր պետք է մեր տարածաշրջանում չլինեն։ Բայց իրականում քաղաքականությունը մի փոքր այլ բան է, քան նրանք են պատկերացնում կամ գուցե այդպես չեն պատկերացնում, այդպես ներկայացնում են։ Քաղաքականությունը նրա մասին է, որ անհրաժեշտ է համադրել սեփական շահերը ամեն օր, ամեն քայլի, ամեն նոր ձևավորված իրավիճակի հետ։ Իսկ այսօր աշխարհը այնքան արագ է փոխվում, որ այդ իրավիճակները կարող են առավոտյան եւ երեկոյան բացասակապես տարբեր լինել, եւ Իրանի ղեկավարության հայտարարությունն էլ որևէ կերպ չի ընդդիմանում օրինակ Հայաստանի կողմից դեպի Եվրամիություն ձգտումներին, Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական հարաբերություններին եւ այլն եւ այլն։ Տեսեք, մենք խոսեցինք եւ Արևմուտքից, խոսեցինք Ռուսաստանից, Իրանից, բայց այստեղ նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մասին երբ խոսում ենք, արդյոք բոլորին է ձեռնտու այդ համաձայնագրի ստորագրումը, որովհետև մենք տեսանք, երբ Հայաստանը պատրաստակամություն հայտնեց ստորագրել, երբ հայտարարեց, որ տեքստը համաձայնեցված է, պարբերաբար ապատեղեկատվություն է հնչում Բաքվից, նաև հրադադարի ռեժիմը խախտում են հենց Սյունիքի մարզի ուղղությամբ, Բաքվին եւ առհասարակ այլ ուժերի ձեռնտու է այդ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Դե ակնհայտ է, որ եթե բոլորին ձեռնտու լիներ խաղաղության համաձայնագրը, այն ստորագրված կլիներ։ Եթե այն ստորագրված չէ, ուրեմն ամեն դեպքում կան ուժեր եւ բավական ծանրակշիռ ուժեր, ում ձեռնտու չէ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Իսկ Բաքուն ենթարկում է այդ ուժերին։ Գուցե Բաքուն էլ այդ ուժերից մեկն է, այսինքն անձամբ Բաքվին էլ ձեռնտու չէ, բայց մենք գիտենք ամեն դեպքում մեկ պետություն, որին փաստացի ձեռնտու չէ, որ օրինակ Հայաստանը եւ Ադրբեջանը ունենան բաց սահմաններ եւ տարանցիկ առևտուր կատարվի, դա Ռուսաստանն է, որովհետեւ այս դեպքում Ռուսաստանը կորցնում է Հայաստանի համար օրինակ տարանցիկ երկիր լինելու առավելություններից։ Ռուսաստանը կորցնում է կոնֆլիկտի միջոցով մեր տարածաշրջանում ազդեցության որոշակի մակարդակ պահպանելու հնարավորություններից։ Եկեք հիշենք, որ ռուսական զորքերը մեկ օրում որոշում կայացվեց եւ հեռացան Ադրբեջանից։ Ինչու հեռացան, գուցե Ադրբեջանը ենթադրություն է իհարկե սա, գուցե Ադրբեջանը խոսք է տվել Ռուսաստանին, որ
չի ստորագրի Հայաստանի հետ համաձայնություն կամ չի ստորագրի մինչև Հայաստանը ինչ որ բանի չհամաձայնի, ենթադրենք ռուսների ներկայություն Զանգեզուրի միջանցքին, այսպես կոչված։ Այսինքն այստեղ բազմաթիվ կասկածներ կան եւ բավական հիմնավոր կասկածներ կան, որ Ռուսաստանը փորձում է ամեն կերպ խոչընդոտել այն համաձայնագրի ստորագրմանը, որը դրված է սեղանին, որովհետեւ ի վերջո կարող է լինել այլ տեքստ եւ այլ տեքստը Ռուսաստանի համար ընդունելի լինի, բայց այն ինչ այս պահին սեղանին դրված է, ակնհայտորեն Ռուսաստանին լուսանցքում է թողնում ընդհանուր համաձայնության տրամաբանության մեջ, ինչը Ռուսաստանին ձեռնտու չէ։ Իսկ ինչով էր պայմանավորված համայն Ռուսիո պատրիարքի կողմից Ադրբեջանի նախագահի տիկնոջը պարգևատրելու այդ որոշումը, մասնավորապես երբ այնտեղ ասվում է, որ պարգևատրվում է հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանմանը, ինչպես նաև մշակութային եւ կրոնական երկխոսության խթանմանը նպաստելու համար։ Մենք գիտենք, որ այնտեղ ինչ իրավիճակ է, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում։ Խոսելով Ռուսաստանի եւ Ադրբեջանի քաղաքական գործընթացների մասին, չեմ կարծում, որ իմաստ ունի հղում անել տեքստերին, այնտեղ տեքստերը գրված են ուղղակի գրելու համար, եւ սովորաբար այդ տեքստերը բացարձակ որևէ հարաբերակցություն չեն ունենում իրականության հետ։ Ընդհանուր առմամբ ջերմացումը հարաբերությունների Բաքվի եւ Մոսկվայի միջև կապված է աշխարհաքաղաքական իրողություններով, որոնցից առաջինը 44-օրյա պատերազմի եւ հետագայում էթնիկ զտման հետևանքն են, այն որ Ադրբեջանը մեծացրեց իր տարածաշրջանային դերակատարումը, իր հնարավորությունները եւ դարձավ ավելի կարեւոր խաղացող եւ Ռուսաստանի համար եւ նաեւ մնացած ուժային կենտրոնների համար, սկսած արևմուտքից մինչեւ Չինաստան։ Երկրորդը Ռուսաստան-արևմուտք հակասություններն են եւ պատժամիջոցները եւ Ռուսաստանից էներգակիրների արտահանման խնդիրները, որոնք նա մասամբ լուծում է Ադրբեջանի միջոցով։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը էներգակիրները արտահանում ադրբեջանական անվան տակ, բայց դրանք իրականում ռուսական են եւ Ռուսաստանն է այդ գումարների իրական տերը, վերջնական հասցեատերը, կարելի է այսպես ասել։ Այսինքն այստեղ ռուս-ադրբեջանական հարաբերությունների սերտացում է բավական նկատելի եւ բավական մեծ ծավալով, որտեղ նույնիսկ Հայաստանին հղումներ, ես կարծում եմ, էականորեն չկան։ Եվ այսպիսի մի հարց էլ Լեռնային Ղարաբաղի падգամավորները պատրաստվում են նախագահ ընտրել։ Վերջին օրերին մամուլում այսպիսի հրապարակումներ եղան, մասնավորապես նշվում է, որ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է եւ պետք է նոր նախագահ ընտրել, պետք է Լեռնային Ղարաբաղի պետական ինստիտուտները շարունակեն աշխատել Երևանում։ Ինչ ռիսկեր են պարունակում այսպիսի հայտարարությունները։ Իհարկե ծիծաղելի է նման զարգացումները, շատ ցանկանայի, որպեսզի նրանք լինեին Լեռնային Ղարաբաղում եւ գործընթացները իրականացվեին այնտեղ, բայց Հայաստանի ներսում դա նույնն է, կարծես մենք էլ օրինակ մեր ընկերներով հավաքվենք եւ ինչ-որ մեկի նախագահ ընտրենք եւ նրա անունը դնենք, չգիտեմ, Արցախի նախագահ, Վանի նախագահ, Մուշի նախագահ եւ այլն։ Ի վերջո թե Արցախը, թե Վանը, թե Մուշը մեր պատմական հայրենիքի մասերն են, այնպես որ այն գործողությունները, որոնք նրանք ցանկանում են իրականացնել, որևէ լեգիտիմություն չեն ունենալու եւ բայց ռիսկեր պարունակում այդպիսի հայտարարությունները։ Սկզբում հասկանանք հնարավորությունները, որն է դրա նպատակը։ Եթե նպատակն այն է, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց գործունեությունը, ապա պետք է կան լեգիտիմ դաշտ, պետք է փորձեն Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչված սուբյեկտի օրենքներով ինչ որ ձևակերպում ստանալ, օրինակ հասարակական կազմակերպություն դառնալ կամ նման մի բան, հետագայում փորձեն իրենց իրավունքները իրացնել, հայտարարել, որ մենք այս հանրույթն ենք, մենք այստեղից ենք եւ այլն, եւ սա ճանապարհ է, որը որոշակի լեգիտիմություն կունենա եւ կարելի է փորձել աշխատել այս ուղղությամբ, բայց Հայաստանի Հանրապետություն գալ եւ Հայաստանի Հանրապետությունում ինչ որ ընտրություններ կազմակերպել, դա իհարկե որևէ տեղում լեգիտիմություն չի ունենալու եւ որևէ նպատակ դրանով չի իրացվելու։ Սա մի կողմից, մյուս կողմից ռիսկերը, որոնց մասին դուք ասում եք, ես իհարկե համաձայն եմ, որ նրանք փաստացի Ադրբեջանի ձեռքին տալիս են գործոն, որով Ադրբեջանը կարողանա ավելի մեծ ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ, օրինակ Հայաստանի իշխանություններին ասել, թե դուք ֆաշիստական եք, որովհետև ձեր երկրում հանդուրժում եք ինչ-որ մի հանրույթ, ինքը իր համար ընտրություններ անցկացնի, նախագահ ընտրի, եւ այդ հանրույթը հավակնություններ ունի մեր տարածքների նկատմամբ։ Ադրբեջանից այսպես կարող են ասել։ Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները բազմաթիվ հակափաստարկներ ունեն, բայց
այն որ այս խոսույթը բերում են այս մարտիկ իրենց գործունեությամբ Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ ընդ որում այդ խոսույթը կարող է նույնիսկ ընկալելի լինել Հայաստանի գործընկերների համար, այդ թվում Ռուսաստանի համար, իհարկե իրենց շահերից ելնելով, սա փաստ է։ Ես իհարկե նորից անհամեմատության կանխավարկածը հաշվի առնելով, այնուամենայնիվ կա կասկած, որ նրանք այդ գործողությունը իրականացնում են հենց դրա համար, որպեսզի Հայաստանի իշխանություններին հնարավորինս վնաս տան իրենց գործունեությունը։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։